Մենք քննարկում ենք զանգվածային քաղաքական հետապնդումների, նաև նշվեց անմեղության կանխավարկածի խախտումների բազմաթիվ դեպքերի մասին, բայց չմոռանանք, որ դրան լծված են ոչ միայն քաղաքական գործիչներ կամ քաղաքական առանձին խմբի գործառույթներ իրականացնող անձինք, այլ ամենաբարձր մակարդակով իրավապահ մարմինների ղեկավար անձինք, ովքեր եւ հանրային հեռուստաընկերության եթերով եւ ազգային ժողովում կատարում են հայտարարություններ, որոնք ակնհայտ սուտ են եւ մոլորեցնում են հասարակությանը, հարց առաջարկի տեսքով կամ չեմ պնդում, որ հայտարարության մեջ տեղ գտնի կամ գուցե կարող է գտնել կամ առանձին ձևով պահանջ ձևակերպվել, կարծում եմ, որ այս անձանց վարքագիծը վկայումով պետք է նաև ներկայացվի նրանց հրաժարականի հարցը։ Շնորհակալություն առաջարկության համար, ես կարծում եմ դրա վերաբերյալ եւս ձևակերպումներ կգտնենք, շատ կարևոր հանգամանք եք նշում, ցավոք սրտի ազգային ժողովի ամբիոնը եւ ընդհանրապես մնացած հնարավոր նիստերի դահլիճները դարձել են սուտ եւ կեղծիք տարածելու ուրեմն վայր եւ այս ամբիոնից պետական պաշտոնյաները հատկապես այսպիսի քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով արել են կեղծ հայտարարություններ եւ դրա ականատեսը մենք եղել ենք ինչպես այս դահլիճում, այնպես էլ ձեզանից յուրաքանչյուրն է ականատես եղել, հետեւաբար կարծում եմ դրա վերաբերյալ ձևակերպումներ, հստակ ձևակերպումներ եւս հնարավոր կլինի ընդգրկել հայտարարության մեջ։